Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսահոլովակի միջոցով։ Սիրելիներս, ինչպես գիտեք, ամեն շաբաթ կերակի մտնում եմ ուր ետև, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցը, անձնական, գործնական, ֆինանսական, գրում եք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք թե ոչ, եւ կարող եք նաեւ տալ հարցեր ձեր վրա կա թուղթուղիր, անեսք, որևէ տեսակի նեգատիվ, ես այդ հարցերին նույնպես պատասխանում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс парапсихолог, ведический астролог, ясновидящая. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, я знаю, что многие моих подписчиков, они русскоязычные люди, понимают русский, только разговаривают и понимают русский. Вы можете тоже давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием и на ваши вопросы тоже буду отвечать. Дорогие мои, вы будете писать ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансовая сфера, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием и на ваши вопросы тоже отвечу. Բարև ձեզ։ Կարինե Հովսեփ կփարիշեք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում դեզերքը։ Կարինե Հովսեփ կփարիշեք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Կարինե, սիրելի Հովսեփ։ Կա խնդիրներ, այո, սիրելի Կարինե, սիրելի Հովսեփ, ճիշտ է, կա խնդիրներ, կա տարաձայնություններ, բայց նաև ցույց է տալիս, որ դուք կհաշտվեք, այո, հատկապես առաջի քայլը կլինի Հովսեփի կողմից եւ կլինի հաշտություն։ Բարև ձեզ։ Արթուր Արմինե, կմիանաք թե ոչ։ Արթուր Արմինե, կմիանաք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Արթուր, սիրելի Արմինե։ Կա խնդիրներ, բայց դուք կմիանաք։ Ճիշտ է, որոշակի դժվարություններ կա, անհամաձայնություններ կլինի, բայց դուք կմիանաք։ Ուղղակի որոշակի ջանքեր պետք է գործադրեք եւ որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Թակուի 21 տարեկան ընդհանուր։ Տեսնեք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Թակու համար։ Թակուհի 21 տարեկան ընդհանուր։
Կախնդիրներ, սիրելի թակուի ձեր վրա կա անեզք, հատկապես ձեր հայրական ազգը ցույց տվեց, որի պատճառով ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիրներ, դուք դեռ երիտասարդ եք, կարող եք այդպես էլ չեք զգում ձեր վրա, որովհետև դեռ էներգիա ունեք, կարողանալու եք ամեն ինչի տեմը առնել, բայց այստեղ ցույց է տալիս, որ սիրելի թակուի ձեր հայրական ազգի վրա անես կա, որը ազդում է նաև ձեր վրա և ձեր անձնական ոլորտում և ձեր գործնական ֆինանսական ոլորտում կլինի պրոբլեմներ, անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի թակուի, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Արեգ 31 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արեգի համար։ Արեգ 31 տարեկան անձնական, շնորհակալ եմ նվերների համար։ Արեգ 31 տարեկան անձնական։ Սիրելի Արեգ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Արեգ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն և հաղթանակ։ Քոր 39 տարեկան անձնական։ Քոր 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քորի համար։ Քոր 39 տարեկան անձնական։ Սիրելի Քոր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Քոր, ձեր բազատվեք այս նեգատիվից և ձեր ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, եթե նա սիրելի Քոր, դուք նաև առողջական խնդիրներ կունենաք, առողջական պրոբլեմներ, անձնականներ մի կողմ դրած, ուժեղ վտանգավոր առողջական խնդիրների, բարդությունների առաջ եք կանգնած։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր սրտիկների, ձեր լայքերի, ձեր նվերների համար։ Թամարա 40 տարեկան անձնական։ Թամարա 40 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Թամարա, ոնց որ ձեր անձնականը քնած լինի։ Գիտեք ինչ, սիրելի Թամարա, ճիշտ է կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Թամարա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արմեն 21 տարեկան անձնական։ Արմեն 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արմեն, ձեր անձնական ոլորտում, սիրելի Արմեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա սիրային մագիա, կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արման, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր անձնականը փակված է։ Այս նեգատիվը ազդում է նաև ձեր ֆինանսականի վրա, սիրելի Արման, դիմեք էքստրասենսի, մաքրվեք, նաև պաշտպանություն դրեք, որովհետև մի անգամ ձեր վրա թուղթուգիր անողը երկրորդ անգամ նույնպես կանի։ Բարև ձեզ։ Իրենա 36 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իրենայի համար։ Իրենա 36 տարեկան։
Սիրելի Իրինա, ձեզ ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմներ կա, սիրելի Իրինա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, ձեր դեմ բացում է ճանապարհներ, ձեր դեմ բացում է հնարավորություններ։ Մահմուդ 29 տարեկան եւ կամուսնանա Մահմուդ 29 տարեկան, տեսնենք եւ կամուսնանա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մահմուդի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մահմուդ, եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, բայց դուք կամուսնանաք, մի վախեցեք, սիրելի Մահմուդ, դուք կամուսնանաք, ուղղակի ցույց է տալիս, որ մի քիչ ձեր ուժերի վրա վստահ եղեք, ձեր սկզբից ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, հետո էլ անձնական ոլորտը կբացվի, դուք կամուսնանաք։ Մահմուդը անպայման կամուսնանա, կայանե 43 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար, Կայանե 43 տարեկան, անձնական, սիրելի Կայանե ձեր անձնական ոլորտում հաջողություն է, երջանկություն է, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Կայանե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրելի Կայանե, շատ մեծ երազանքներ ունեք, դուք ձեր այդ երազանքները կատարվելու են։ Սոնա 19 տարեկան, անձնական, Սոնա 19 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սիրելի Սոնա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դա ոչ թե ձեր հետ է կապված, ձեր տոհմի հետ է կապված, փակված է ձեր անձնականը, դեգրերի դասարդ եք, կարող է պատահելի որոշակի ժամանակ կարողանաք այս նեգատիվի հետ պայքարեք, սիրելի Սոնա, բայց մեկ է նույն այս նեգատիվը փակելու է ձեր անձնական հաճույք, ոչ միայն անձնական, ձեր կյանքի բոլոր ոլորտները, դեր երիտասարդ եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս մագիայի տակից, այս կախարդանքի տակից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն։ Նարինե 48 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 48 տարեկան, անձնական, սիրելի Նարինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, դուք հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, դրանք կկատարվեն։ Լիլիան արեք եւ կնշանվեք, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Լիլիա նարեք եւ կնշանվեք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Լիլիա նարեք։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ դուք կնշանվեք եւ կամուսնանաք եւ շատ էլ երջանիկ զույգ եք լինելու, շատ շուտ է ցույց տալիս ձեր եւ նշանադրությունը եւ ամուսնությունը, կլինի երջանիկ ամուսնություն, շնորհակալ եմ, Հելեն 21 տարեկան, անձնական, Էլեն 21 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլենի համար։ Քնած է սիրելի Էլեն ձեր անձնականը եւ ֆինանսական ոլորտ, սիրելի Էլեն, եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի ցույց է տալիս որոշակի ժամանակահատված, դրանք տարիներ չեն,
ուղղակի որոշակի ժամանակահատված եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Լուսինե, Ալեքս, բաժանում կլինի, թե ոչ։ Լուսինե, Ալեքս, բաժանում կլինի, թե ոչ։ Այո, սիրելի Լուսինե, սիրելի Ալեքս, բաժանում կլինի, որովհետև ձեր երկուսի վրա կա թուղթուգիր, ձեր երկուսի վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվի տակից եւ դրանից հետո հնարավոր է եւ ձեր անձնական հարաբերությունները պահեք, հնարավոր է նաեւ կարողանաք ձեր անձնական կյանքը առանց իրար հետ դասավորելու, որովհետեւ այս նեգատիվը չի թողնի, որ դուք համ կբաժանի, համ էլ չի թողնի, որ դուք անձնական երջանկություն ունենաք, ոչ Ալեքսը, ոչ էլ դուք։ Բարև ձեզ։ Ձեր բաժանության հիմնական պատճառը թուղթուգիրը անեծքն է, նեգատիվ էներգիան է։ Եթե ձերբազատվեք, հնարավոր է բաժանում չլինի։ Ռուզաննա, 29 տարեկան։ Գնաց։ Նորից գրեք։ Լիլիթ 32 տարեկան անձնական։ Լիլիթ 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Սիրելի Լիլիթ, չկա անձնական, ձեր անձնականը քանդված է, ձեր անձնականում քաոս է, որովհետև կա անեծք, կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր ձեր կյանքի մեջ կլինի անձնական, ձեր կյանքի մեջ քաոս է, ինչին ձեր եք տալիս, սիրելի Լիլիթ, դա ամբողջովին քանդվում է։ Բարև ձեզ, Կարինե 23 տարեկան անձնական, Կարինե 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար, սիրելի Կարինե, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձերբազատվեք այս տոհմական անեծքից եւ ձեր կյանքի եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Ձեր փակված է ձեր անձնականը, փակված է ձեր կյանքի բոլոր ոլորտներ փակված են։ Շնորհակալ եմ։ Ռուզաննա 29 տարեկան, բալիկ կունենա թե ոչ։ Ռուզաննա 29 տարեկան, բալիկ կունենա թե ոչ։ Այո, սիրելի Ռուզաննա, դուք բալիկ կունենաք, ձեզանից էլ աշխալուսանք եմ սպասում, դուք բալիկ կունենաք, սիրելի Ռուզաննա։ Մարեթա 21 տարեկան անձնական, Մարեթա 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարեթայի համար։ Սիրելի Մարեթա, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, հաջողություն, երջանկություն է ցույց տալիս։ Լիանա 48 տարեկան անձնական, Լիանա 48 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Սիրելի Լիանա, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ինչ երազանք նպատակներ ունեք, դրանք կատարվելու են, եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա,
դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մարիամ 23 տարեկան անձնական։ Մարիամ 23 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Մարիամ 23 տարեկան անձնական։ Կան խնդիրներ, սիրելի Մարիամ։ Սիրելի Մարիամ, ձեր անձնականը փակված է։ Ձեր վրա կա անհատական կատարված թուղթուգիր, որպեսզի չլինի անձնական։ Սա հատուկ ձեր վրա է կատարված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս նեգատիվը, այս կախարդանկը ձեր վրայից մաքրեք, սիրելի Մարիամ, եւ ձեր կյանքի մեջ կլինի անձնական։ Ձեր անձնականը հատուկ փակված է, որ դուք չկարողանաք անձնական երջանկություն ունենալ։ Հատուկ ձեր վրա կատարված գիր կա, սիրելի Մարիամ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մարգարիտա, քննությունդ կդակ, թե ոչ հաջող։ Մարգարիտա, քննությունդ հաջող կդակ, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարգարիտայի համար։ Այո, սիրելի Մարգարիտա, դուք քննությունդ կդակ, լավ էլ կավարտեք։ Լավ էլ կավարտեք։ Քննությունդ կուտաս աղջիկ ջան, հաջող։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Գրեք ձեր անունը, գրեք ձեր անունը, որպեսզի ես կարողանամ ձեզ պատասխանեմ, որ գրել եք 34 տարեկան եք, գրեք ձեր անունը, որպեսզի ես կարողանամ ավելի կոնկրետ ձեզ պատասխանել, թե հասկանաք ինչն է պատճառը այդ նման մտքերի։ Անունդ կոնկրետ գրում ես, տարիքդ գրում ես ու հարցը։ Նարա 50 տարեկան անձնական։ Նարա 50 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրելի Մարիամ, ձեր թեմ հնարավորություններ է բացվում։ Աննա, երբ կհղիանաք, տեսնենք ինչ է ցույց տալիս Աննա 26 տարեկան, հղիություն երբ կլինի։ Աննա 26 տարեկան, հղիություն երբ կլինի։ Ընդհանրապես սիրելի Աննա, ձեր ընտանիքի վրա թուղթուգիր կա, որի պատճառով հնարավոր է հղիություն չլինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, եւ դու սիրելի Աննա, եւ ձեր ամուսինը պետք է մաքրվեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի հղիություն։ Քանի այս թուղթուգիրն ու անեծքը կա, ես չեմ տեսնում հղիություն։ Երկիրը փոխելու կապ չունի, սիրելի Տիգրան, ընդհանրապես տեսնենք դա ինչ է։ Տիգրան 34 տարեկան։ Տեսնենք ինչն է պատճառը, որ դուք նման մտքեր ունեք։ Տիգրան 34 տարեկան։ Ինչն է այդ մտքերի պատճառը, սիրելի Տիգրան։ Տիգրան 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։
Սիրելի Տիգրան, դիմեք էքստրասենսի, դիմեք բացառատեսի, որովհետև ցույց է տալիս, որ ձեր վրա կա նեգատիվ, որի պատճառով ձեր աչքերը փակ են, որի պատճառով ձեր մեջ վախեր կա, որի պատճառով դուք կյանքից ոնց որ գույները կորցրած լինեք, ոնց որ համ ու հոդը կորցրած լինեք, սիրելի Տիգրան, ձեր վրա կա նեգատիվ, հնարավոր է եւ հայրական ազգդ եւ մայրական ազգից փակված է, ոչ թե իրանք են ինչ-որ վատ գործողություն կատարել, այլ այդ ազգը խնդիրների մեջ է, ազգանեսկի տակ է, երկու կողմից փակված է քո էներգետիկան, սիրելի Տիգրան, դրա պատճառով էլ դու քեզ էլ չես հավանում, քո աշխատանքներ չես հավանում, հայրու մեջ նայում ես, քեզ չես հավանում, ուդելիքի համ ու հոդը կորցրած եք, սիրելի Տիգրան, դիմեք էքստրասենսի, դիմեք բացառատեսի, մաքրման գործողություն կատարեք, ձեր բիոէներգետիկ դաշտը ամբողջովին կվերականգնվի եւ դուք կհասկանաք ինչ է կյանքը, ինչի համար եք աշխարհիկ է, այս փակված վիճակը փակում է ձեր հաշկերը, ձեր մեջ առաջացնում է նման խնդիրներ, որովհետև ոնց որ կյանքը ձեզ համար հաճելի չլինի, դիմեք էքստրասենսի, ձեր բազատվեք այս նեգատիվից եւ կլինի ձեր կյանքի մեջ հաջողություն, կլինի երջանկություն, այդ տարօրինակ մտքերից էլ կկարողանաք ձեր բազատվել։ Հակոբ 41 տարեկան անձնական, Հակոբ 41 տարեկան անձնական, Սիրելի Հակոբ, կա անձնական խնդիրներ, ոնց որ ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, գիտեք ինչ, սիրելի Հակոբ, ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում ճիշտ է կա խնդիրներ, բայց նաեւ կա լուծում, գիտեք ինչ, ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն եւ այդ ֆինանսական ոլորտի հաջողությունից հետո անպայման հաջողություն կլինի նաեւ ձեր անձնական ոլորտում, ձեր այդ քնած իրավիճակը անձնական կբացվի, սիրելի Հակոբ, բարև ձեզ, բարև ձեզ։ Լիլիթ 33 տարեկան գործնական, Լիլիթ 33 տարեկան գործնական, սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեսք, գործնական չկա, ինչին ձեր եք տալիս, փակվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, նոր հնարավոր է լինի անձնական, կա առողջական խնդիրներ նաև, սիրելի Լիլիթ, մաքրվեք այդ նեգատիվից, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, Թամարա 58 տարեկան, առողջական, Թամարա 58 տարեկան, առողջական, Սիրելի Թամարա, ճիշտ է կա առողջական խնդիր, բայց դուք անպայման կապաքինվեք, դուք կլավանաք, դուք կառողջանաք, ցույց է տալիս, որ դուք կլավանաք, սիրելի Թամարա, Էրո 20 տարեկան, անձնական, Էրո 20 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էրոյի համար, Էրո 20 տարեկան, անձնական, սիրելի Էրո, ձեր անձնական ամբողջովին փակված է, ձեր վրա թուղթուղիր կա, ձեր վրա անես կա, որի պատճառով չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Էրո, որպեսզի լինի անձնական, փակված է, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, Պետրոս 37 տարեկան, առողջական, Պետրոս 37 տարեկան,
առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Պետրոսի համար։ Պետրոս 37 տարեկան առողջական։ Սիրելի Պետրոս, ձեր առողջական խնդրի պատճառը դա թուղթուղրի անեծքի առկայությունն է։ Դուք մինչև այս անեծքից ու թուղթուղրից ձերբազատվեք, սիրելի Պետրոս, բուժ հիմնարկությունները, բժիշկների միջամտությունները իրենք ոչ մի օգուտ չեն տա, սիրելի Պետրոս։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք եւ կլինի ապաքինում, կլինի լավացում, որովհետեւ ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ քիմիական նյութերը օգտագործեք, դա ավելի է վատացնելու եւ բուժումը պետք է կատարվի եւ էքստրասենսի մաքրումը պետք է կատարվի զուգահեռ իրար հետ, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի լինի առողջացում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Լալա 33 տարեկան ապագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լալայի համար։ Լալա 30 տարեկան ապագա։ Լալա 39 տարեկան ապագա։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Լալա, բայց ցույց է տալիս, որ դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, կա խնդիր, կա պրոբլեմ, բայց նաև կա հաղթանակ, ինչ խնդիր կա, ինչ պրոբլեմ կա, դուք այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեզ ապագայում հաջողություն է սպասվում, հաղթանակներ է սպասվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, սիրելի Լալա, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեզ ապագայում ցույց է տալիս, որ խնդիրը, պրոբլեմները թողնում եք անցյալում եւ ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ, հաջողության։ Ժաննա, շնորհակալ եմ։ Ժաննա 35 տարեկան անձնական։ Ժաննա 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ժաննայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Ժաննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի հիասթափվեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ ունեք կատարվելու են, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Ժաննա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Արևիկ 50 տարեկան անձնական։ Արևիկ 50 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արևիկի համար։ Սիրելի Արևիկ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Թակուին դարձել է ծաղրածուի կարգավիճակով, սիրելի Արևիկ, ձերբազատվեք այս թուղթուղրից եւ ձեր կյանքի մեջ եւ ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Մանյա 46 տարեկան առողջական։ Մանյա 46 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մանյայի համար։ Սիրելի Մանյա, ձեր խնդիրը առողջական, դա թուղթուղիրն է, դա նեգատիվի առկայությունն է,
Եվ պետք է բժիշկներին դիմեք, եւ պետք է էքստրասենսին դիմեք, եւ բուժման պրոցեդուրներ պետք է անցկացնեք, եւ ձեր բիոէներգետիկ դաշտը պետք է մաքրեք, որպեսզի լինի լավացում, քանի կա նեգատիվը, եթե չմաքրեք, չեմ տեսնում ապակինում։ Ձեր հիմնական խնդրը դա թուղթուկիրը եւ անեծքն է, որ բերել է նման ֆիզիոլոգիական բարդության առաջ կանգնեցրել Աստղիկ 30 տարեկան անձնական Աստղիկ 30 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Աստղիկի համար Աստղիկ 30 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Աստղիկ Ձեր վրա կա թուղթուկիր, ձեր մայրական ազգի վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, այս անեծքը եւ ձեր վրա է, եւ ձեր մայրիկի վրա է, ձեր մորական ազգի մորաքույրների, մորեղբայրների վրա է, ամուսնալուծություն, երեխա ունենալու հետ կապված խնդիրներ, երեխաները կարող է ծնվեն առողջական խնդիրով, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուկիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, որպեսզի ունենաք անձնական Բարև ձեզ, բարև ձեզ Վահան 37 տարեկան Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահանի համար Վահան Սիրելի Վահան, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ է, ձեր ոնց որ քանդված լինի ձեր կյանքը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Վահան, ձեր բազատվեք այս նեգատիվից, մաքրվեք եւ ձեր կյանքի մեջ կմտնի երջանկություն Ձեր վրա մեծ թուղթուկիր կա, մեծ անեծք կա, ամեն ինչ փակված է սիրելի Վահան, դրա պատճառով էլ ամեն ինչ քանդված էր Ելենա 50 տարեկան աշխատանք Ելենա 50 տարեկան աշխատանք Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ելենայի համար Սիրելի Ելենա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ոչ աշխատանք կա, ոչ էլ ֆինանսներ կա, ընդհակառակը ինչ ունեք, դա էլ եք կորցնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք եւ ձեր եւ աշխատանքային ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, դուք ինչ ունեք, ամեն ինչ կորցնում եք Դուք չեք զգում, որ ձեր վրա կա այդ թուղթուկիրը, այդ անեծքը, ամեն ինչ փակված է։ Դուք լավ էլ զգում եք, հասկանում եք, դիմեք էքստրասենսի։ Անուշ 54 տարեկան, առողջական Անուշ Անուշ 54 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշին Անուշ 54 տարեկան, առողջական Սիրելի Անուշ, ձեր առողջական խնդիրը դա սովորական ֆիզիոլոգիական խնդիր չէ, ձեր վրա կա
թուղթուգիր ձեր վրա կա մագիա, որի պատճառով դուք առողջա, գիտեք ինչ, դուք ձեռք եք բերել այս հիվանդությունը եւ նույնիսկ բուժական հիմնարկությունները չեն կարողանում ձեզ բուժել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, բացի բուժ պրոցեդուրաներից նաև ձեր բիոէներգետիկ դաշտ մաքրեք, այս կապերից ձերբազատվեք, այս կապերից ազատվեք եւ կլինի առողջացում, սիրելի անուշ, ձեր առողջական խնդրի պատճառը թուղթուգիրն ու անեծքն է։ Ռոզա 47 տարեկան անձնական Ռոզա 47 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոզայի համար Սիրելի Ռոզա ձեր վրա կա թուղթուգիր ձեր վրա կա անեծք ձեր անձնականը փակված է դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մաքրման գործողություն որպեսզի լինի անձնական փակված է ձեր անձնականը բարև ձեզ շնորհակալ եմ նվերների համար լայքերի համար շատ շնորհակալ եմ Էդիկ 24 տարեկան տեսնենք ինչն է պատճառը ձեր ընտանեկան վեճերի երբ կվերջանա Էդիկ 24 տարեկան ընտանեկան վեճերը երբ կվերջանան Էդիկ 24 տարեկան կա խնդիրներ սիրելի Էդիկ կա պրոբլեմներ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում գիտեք ինչ մի հիասթափվեք հիմնական պրոբլեմը ֆինանսական ոլորտն է ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն հետագայում նաեւ անձնական ոլորտում ճիշտ է խնդիրներ կան բայց այդ խնդիրները կապված չէ թուղթուգրից անեծքից ցույց է տալիս որ դուք կկարողանաք այդ իրավիճակը հաղթահարել եւ դուրս գալ ձեր մարդկային որակները մի քիչ փոխեք ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն հետո էլ նաեւ այդ անձնական ոլորտում կլինի հաջողություն սիրելի Էդիկ բարև ձեզ շնորհակալ եմ նվերների համար Թերեզա 17 տարեկան անձնական Սիրելի Թերեզա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելիս եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, փակված է ամեն ինչ Զախար 37 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Զախարի համար Զախար 37 տարեկան անձնական Սիրելի Զախար, ձեր անձնական ոլորտում կա հաջողություն, ուղղակի մի քիչ ժամանակ է ցույց տալիս, շատ քիչ ժամանակ է ցույց տալիս։ Խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ, դուք կունենաք եւ անձնական երջանկություն, եւ ֆինանսական հաջողություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Շատ քիչ ժամանակ է մնացել։ Երջանկություններ ցույց տալիս սիրելի Զախար։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արփինե 39 տարեկան առողջական
Պաղ է։ Սիրելի Արփինե ջան, նորից գրեք ձեր հարցը, ժակետը սկսեցի որ ես պաղ է։ Անդրանիկ 52 տարեկան անձնական։ Անդրանիկ 52 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Անդրանիկի համար։ Կա խնդիրներ, սիրելի Անդրանիկ։ Սիրելի Անդրանիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, ձեր ֆինանսականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անդրանիկ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ։ Կա խնդիրներ, չեք կարողանում այդ խնդիրներից դուրս գալ, սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, երկար տարիներով դուք չեք կարողանում այս կախարդանքից, այս մագիայից դուրս գալ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, եւ ձեր կյանքի մեջ եւ անձնական հաջողություն կլինի, եւ ֆինանսական հաջողություն կլինի։ Գրիգոր 30 տարեկան անձնական։ Գրիգոր 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Գրիգորի համար։ Գրիգոր 30 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Գրիգոր։ Սիրելի Գրիգոր, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ ունես, սրանք կատարվելու են, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, պետական դռներուց է ցույց տալիս հաջողություն կա, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական կյանքի մեջ։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Արփինե 39 տարեկան առողջական։ Արփինե 39 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը, սիրելի Արփինե, դուք կլավանաք, դուք կապակինվեք, դուք այդ առողջական խնդիրը կհաղթահարեք, այդ առողջական պրոբլեմը կհաղթահարեք։ Գոհար 57 տարեկան։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 57 տարեկան։ Գոհար 57 տարեկան։ Սիրելի Գոհար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ոչ անձնական դե անձնական, ոչ գործնական դե գործնական, անընդհատ հետընթաց, անընդհատ կորուստներ, անընդհատ պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի այս նեգատիվը կա, սիրելի Գոհար, ընդհակառակը, քանի գնա այնքան դուք փակուղու առաջ եք կանգնելու, անչափը հասներին չեմ նայում։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, Անի 29 տարեկան, աշխատանք, ֆինանսական, Անի 29 տարեկան, աշխատանք, ֆինանսական, տեսնենք ինչ ասում դեզերքը,
Անի 29 տարեկան Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով եւ աշխարհակային ոլորտում, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում դուք ունեք խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Նոր կլինի եւ ֆինանս, կլինի եւ անձնական, կլինի եւ հաջողություն, փակված էր ձեր մոտ ամեն ինչ, ձեր վրա լավ կախարդանք կար կատարված, որի պատճառով գործնական դել է փակված, անձնական դել է փակված, բարև ձեզ, շնորհակալ եմ, Սվետլանա 43 տարեկան, անձնական Սվետլանա 43 տարեկան, անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետլանայի համար Սվետլանա 43 տարեկան, անձնական կա խնդիրներ, սիրելի Սվետլանա, կա խնդիրներ, կա դժվարություններ, գիտեք ինչ, բայց այդ խնդիրները, դժվարությունները հաղթահարելի են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, մի հիասթափեք, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ։ Շնորհակալ եմ, Լիանա 38 տարեկան, անձնական Լիանա 38 տարեկան, անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար Լիանա 38 տարեկան, անձնական Կա խնդիրներ, սիրելի Լիանա, սիրելի Լիանա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական եւ անձնական դե փակված եւ կյանքի բոլոր ոլորտներում էլ խնդիրներ ու պրոբլեմներ են Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ Բալաբեկ 41 տարեկան, անձնական Բալաբեկ 49 տարեկան, անձնական Կա խնդիրներ, սիրելի Բալաբեկ, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտ, սիրելի Բալաբեկ, ճիշտ է կա խնդիրներ, բայց մի հիասթափվեք, շատ քիչ ժամանակ է ցույց տալիս եւ ձեր անձնական եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեզանից աշկալոսանք եմ սպասում ձեր անձնական եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Բալաբեկ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ նվերների համար Շնորհակալ եմ Կայանե Էդգար Անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը Կայանե Էդգար Հաջողություն է ցույց տալիս սիրելի Կայանե, սիրելի Էդգար, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, սիրելի Կայանե, սիրելի Էդգար, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Անտոնանի
անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անտոնի և Անիի համար, Անտոն, Անի, անձնական, սիրելի Անտոն, սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով քանի կնա, այնքան ձեր մոտ ամեն ինչ կվարանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս կաբերից, ձեր բազատվեք այս գրերից և ձեր կյանքի մեջ կմտնի խաղաղություն, կմտնի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Կայանե 55 տարեկան անձնական, Կայանե 55 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար, կա խնդիրներ սիրելի Կայանե, տեսնենք կա խնդիրներ, գիտեք ինչ սիրելի Կայանե, կա խնդիրներ, բայց նաև կա ճանապարհներ, կա հորիզոններ, մի հիասթափվեք, մի վախեցեք, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է հնարավորություններ, դուք կարողանաք եթե խնդիրները կա, դուք կարողանաք այդ խնդիրներից դուրս գալ, դուք կարողանաք այդ խնդիրները հաղթահարել։ Բարև ձեզ։ Նատաշա 20 տարեկան առողջական, Նատաշա 20 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նատաշայի համար, սիրելի Նատաշա, դուք կլավանաք, դուք կավակինվեք, կալավացում, կավակինում, կառողջանա, Նատաշան անպայման կավակինվի, Կավակինվի, Սուսաննա 38 տարեկան անձնական, Սուսաննա 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար, կա խնդիրներ սիրելի Սուսաննա, կա վախեր, կա պրոբլեմներ, բայց մի վախեցեք, մի ցույց է տալիս ինչ որ հիասթափություն կա սիրելի Սուսաննա, բայց ցույց է տալիս որ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, մի վարանեք, վախը չի թողնում որ դուք առաջ գնաք ձեր կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես անձնական ոլորտներում լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ։ Ձեզանից եմ շնորհակալ, գնացվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ցինա 32 տարեկան անձնական, Ցինա 32 տարեկան անձնական, սիրելի Ցինա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն։ Սիրելի Թինա, անպայման դիմեք էքստրասենսի,
կատարեք մաքրում և ձեր կյանքի և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Մայիս 47 տարեկան ֆինանսական Մայիս 47 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայիսի համար։ Սիրելի Մայիս, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ կա խնդիր, կա պրոբլեմ, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Մայիս, ձեր ֆինանսական ոլորտում։ Եթե խնդիրները կա, այդ խնդիրներից կձերբազատվեք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Լիաննա 41 տարեկան բալիկ կունենա, թե ոչ։ Լիաննա 41 տարեկան բալիկ կունենա, թե ոչ։ Գիտեք ինչ, սիրելի Լիաննա, այո, դուք բալիկ կունենաք։ Դուք բալիկ կունենաք, ձեզանից աշխարհուսանք եմ սպասում, ճիշտ է, բժշկական միջամտություն է ցույց տալիս, բայց դուք բալիկ կունենաք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Իրինա Մհեր, կբարիշեք, թե ոչ։ Իրինա Մհեր, կբարիշեք, թե ոչ։ Այո, դուք կբարիշեք, սիրելի Իրինա, սիրելի Մհեր, դուք կբարիշեք։ Անպայման հաշտություն է ցույց տալիս։ Աստղիկ 51 տարեկան Հայաստանից դուրս կգնաք, թե ոչ։ Աստղիկ 51 տարեկան Հայաստանից դուրս կգնաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Աստղիկ 51 տարեկան Այո, սիրելի աստղիկը, դուք երազանք ունեք, նպատակ ունեք, ձեր երազանք նպատակը կատարվելու է, դուք Հայաստանից դուրս կգնաք, այո, դուք Հայաստանից դուրս կգնաք։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Բայանդուր 21 տարեկան ֆինանսական Բայանդուր 21 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ է ասում տիեզերքը Բայանդուր 21 տարեկան Սիրելի Բայանդուր, ձեր ազգի վրա թուղթուղիր կա, անեզք կա, որի պատճառով և անձնական խնդիրներ կա, և ֆինանսական խնդիրներ կա, ինչին ձեռ եք տալիս չի ստացվում, քանդվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի և ֆինանսական հաջողություն ունենաք, և անձնական երջանկություն ունենաք, ձեր վրա թուղթուղիր կա, ձեր վրա անեզք կա, սիրելի Բայանդուր։ Դրա պատճառով էլ ոչ ֆինանսական հաջողություն կա, ոչ էլ անձնական երջանկություն։ Ամերի 21 տարեկան բալիկ կունենաք, թե ոչ։
Մերի 21 տարեկան բալիկ կունենաք, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը, այո սիրելի մերի, դուք բալիկ կունենաք, ձեզանից էլ աշկալ ու սանկ եմ սպասում, դուք բալիկ կունենաք։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, նոյեմբր 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, նոյեմբր 19 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի նոյեմբր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով կա անձնական խնդիր, դուք եք զգում, որ ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեզքի տակից, սիրելի նոյեմբր, դուք երիտասարդ եք, անտեղի ժամանակ մի կորցրեք, որ այս մաքրման գործողությունը կատարվի ձեր կյանքի եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, բոլոր ոլորտներում դուք կունենաք հաջողություն, ձեր երազանքները, նպատակները կկատարվեն։ Բարև ձեզ։ Աշխեն 59 տարեկան անձնական, Աշխեն 59 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աշխենի համար, Աշխեն 59 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Աշխեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձեր բազատվեք այս թուղթուգրից, այս կախարդանքից, այս մագիայից եւ ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն, կլինի երջանկություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գոր 42 տարեկան անձնական, Գոր 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար, Գոր 42 տարեկան
անձնական սիրելի գործ ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքից, այս մագիայի տակից եւ կլինի անձնական Լիդա 23 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը Լիդա 23 տարեկան անձնական կախնդիրներ սիրելի Լիդա ապա ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն մի կվախեցեք մի հիասթափվեք ձեր անձնական ոլորտում կա հաջողություն, կա երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, դրանք կատարվելու են։ Շամիլ 23 տարեկան անձնական Շամիլ 23 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Շամիլի համար Շամիլ 23 տարեկան անձնական Շամիլ 23 տարեկան անձնական Սիրելի Շամիլ, ձեր վրա կա տոմական անեզք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Շամիլ, եւ կլինի անձնական ժամանակ մի կորցրեք քանի ժամանակ կորցնեք այնքան կվատանա եւ անձնական ոլորտը եւ ֆինանսական ոլորտը եւ առողջական ոլորտը Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, թերմինե 39 տարեկան ապագա, թերմինե 39 տարեկան ապագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի թերմինեի համար, Սիրելի թերմինե, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից դուրս եք գալիս, ձեր թեմ հաջողություն է, ձեր թեմ երջանկություն է, ապագայում ձեզ սպասում է երջանկություն, սպասում է հաջողություն։ Թե սիրելի թերմինե, հաջողություն է ցույց տալիս, ձեր թեմ ճանապարհներ է բացվում, երջանկություն է ցույց տալիս, սիրելի թերմինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, անչափահասներին չեմ նայում, Միշիկ 43 տարեկան ֆինանսները ոնց կլինի մինչև դեկտեմբեր, Միշիկ 43 տարեկան ֆինանսները ինչպիսի իրավիճակ է ցույց տալիս Միշիկ 43 չի լինի ֆինանսական հաջողություն, գիտեք ինչ սիրելի Միշիկ ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով էլ ինչին ձեռ եք տալիս չի ստացվում, ֆինանսական ոլորտում էլ չկա հաջողություն, անձնական ոլորտում էլ չկա հաջողություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն,
կատարեք մաքրման գործողություն, սիրելի միշիկ, որպեսզի ձեր և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինի հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Գրեք ձեր տարիքը, արևքը, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ձեր հարցերին պատասխանեմ, անունը, տարիքը։ Ճիշտ գրեք ձեր անունները, ձեր տարիքները։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Աննա 60-ը, չի ցույց տալիս։ Շնորհակալ եմ։ Արևիկ Կարնիկ, միասին կլինեք, թե ոչ։ Արևիկ Կարնիկ։ Այո, սիրելի Արևիկ, սիրելի Կարնիկ, դուք միասին կլինեք, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, դուք միասին կլինեք։ Աննա 67 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Կան խնդիրներ, սիրելի Աննա, բայց այդ խնդիրներից դուք դուրս կգաք, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրներ կա, բայց դուք այդ խնդիրներից դուրս կգաք, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, ձեր դեմ ճանապարհներ է բացվում։ Սիրելի Աննա, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։
Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ինգա 28 տարեկան Հաբագա, Ինգա 28 տարեկան Աբագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը Ինգայի համար, Ինգա 28 տարեկան Աբագա, կախնդիրներ սիրելի Ինգա, սիրելի Ինգա, ձեր վրա կա թուղթուկեր, ձեր վրա կա անեծք, ձեր մոտ ամեն ինչ փակված է, եւ անձնական ոլորտը, եւ ֆինանսական ոլորտը, եւ ապագա չեմ տեսնում, կա խնդիրներ, կա խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք բացառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Ինգա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելիներս, այսօր ավարտում եմ նորի եթերները։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, ես եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղի եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր բոլորի հարցերին։ Եթե դուք ունեք բարեկամներ, ունեք հարևաններ, ունեք ծանոթներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, բարահոգեբանի ծառայությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ շաբաթ կիրակի իմ մոտ ու եթերներ են լինելու, շաբաթ կիրակի ընդհանրապես արդեն որոշել եմ ու եթերները պետք է լինեն երեկոյան ժամը 8-ից 9 ընկած ժամանակահատվածում։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ, հաջողություն, ցտեսություն։